Օմարի արծիվը գնաց։ Գլխի արա նորմալ։ Ջա։ Մի հատ էլ։ Շիո հերիկա։ Հերակ, լավ եղեք։ Շիո էսի կնա։ Ձյունե իջել բարձր սարին, սաղիկներս մրսում են, նայում եմ քո ճանապարհին, ես առանց քեզ տապրում եմ, թրջունները եկան անցան, դու նրանցել։ Ինչ ես նկարում, բրատ։ Бесплатно к фирменной прямо тасали охвата. Ragazzi! Եվրոպայի հայեր ջան, ուզում եմ անդրադառնամ մի վիդեոյի, որը Հերմես Արմենիայի կողմից արել եմ, լագերների գողության հետ կապված, նպատակս եղել է մենակ մի բան, որ իմ Եվրոպայի հայերին իմ հնարավորությունների եւ Հերմես Արմենիայի հնարավորությունների մեջ եւ ավել օգնենք, այլ ոչ թե վիրավորենք։ Կարող է արագ-արագ խոսացել եմ, իմ միտքս չեմ կարողացել արտահայտել այն ինչ որ ուզում եմ, բայց նպատակս չի եղել վիրավորել, այն նպատակս եղել է իմ Եվրոպայի, ձեր Եվրոպայի հայերին աջակցել մեր հնարավորությունների մեջ եւ դուրս օգնել։ Եվս մեկ անգամ, եթե վիրավորել եմ կամ իմ բարերի մեջ չեմ կարողացել ճիշտ միտքս արտահայտել, մարդիկ տարբեր ձև են հասկացել, ես ամբողջ հայերից իմ Եվրոպայի Բացի ամբողջ մոլորակի հայերից ներողություն եմ խնդրում, որ ճիշտ չեմ կարողացել արտահայտել իմ միտքը ու նիդարազումենի պահ է եղել։ Եվրոպայի հայեր ջան, ինձ կներեք։ Չի կարա մի մարդ, ես, որ իմ ընտանիքին անդրադառնում են շատ չար մարդիկ, հայրանքներ, կոմենտների տեսքով տեսել եք այսքան ժամանակ, մեկին մի հատ վատ բան ասեմ կամ իրան հայոյեմ։ Չեք տեսել, չէ՞։ Բա ոնց կարա մի մարդ տենց որ ոչ մեկին չի վիրավորում, իրան կֆուրանողին չի հելնում աբարոտկա ֆռում, վիդեոների տեսքով սոցհարտակներում, վդրուկ հելնի մարդկանց վիրավորի։ Հիմա կասես, բա սենց ես ասեն, նենց ես ասեն, միտքը չի եղել են, միտքը եղել է այն մարդիկ, ովքեր ունեն դժվարություններ, դժվարություններից հելնելով ստիպված են եղել գնան գողություն, անօրինական ապրել, լիքը անօրինակալ կրիմինալ քայլեր անել, որ իրանց կյանքը, իրանց ընտանիքին պահել, միտքը եղել է, որ Հերմես Արմենիան կարա օգնի շատ շատերին, տանի օրինական դաշտ եւ մարդիկ ապրեն պարկեշտ ոչ օրենքին դեմ։ Էդի նկատի ունեմ։ Թե հիմա շատ մարդիկ գողությունը սադրում են, չգիտեմ իրանք ինչ կյանքով են ապրում, ես ապրում եմ Հիսուս Քրիստոսի օրենքով եւ հետեւում եմ Հիսուս Քրիստոսին։ Ես գողությունը չեմ ընդունում, ու եթե ելի եմ ասում կամ մարդիկ, որ ես արտահայտություն եմ արել, ներողություն ասելուց չեմ ամանչի։ Պետք լինի 1000 անգամ եք ասեմ, որ իմ հային Աստծո ստեղծած մարդուն չվիրավորեմ։ Եթե մարդկանց նեղացրել եմ իմ արտահայտություններով, ճիշտ չեմ կարողացել բացատրել, ինձ կներեք։ Հուսով եք այս վիդեոից հետո շատերս կհանգստանան ու կանցնեն ավելի լուրջ գործերի։ Մի հատ եմ ասում, կներեք, Աստված օրհնի բոլորին, ապրենք երջանիկ։ Երկու անգամ անչափահաս լակոտը խփեց երեսիս։ 2 օր ամբողջ համացանցը պայթում է Լիանա Զուրաբյանի տեղադրած տեսահոլովակներից։ Տիկին Զուրաբյանը պատմում է մեզ, որ ստացել է ապտակ 2 անգամ անչափահաս երեխայի կողմից։ Նկարը ստեղասակայն դեմքը փակել եմ հավելյալ չթիրախավորելու համար։
Բայց դա մեզ չի խանգարի, որպեսզի մենք մեկնաբանենք ու կոմենտներում քննարկենք, թե ով է իրականում ավելի շատ մեղավոր։ Այն որ Լիանա Զուրաբյանը շատ էմոցիոնալ, մի քիչ ագրեսիվ, մի քիչ էլ կոնֆլիկտային կին է, դա ոչ մեկս չենք բացառում, քանի որ մենք տեսել ենք տեսանյութ, որտեղ ինքը կռվում է ոստիկանների հետ։ Դե հիմա ինչ անենք, մեր մեջ թողել է այդ տպավորությունը։ Բայց որ կինը շատ կրթված է, ասմունքող է ու իսկապես գրագետ կին է, դա եւս ոչ մեկ կասկածի տակ չի դնում։ Սակայն այդ ամեն ինչը չի արդարացնում բռնությունը։ Ամեն դեպքում Լիանա Զուրաբյանը բողոքում է, որ դպրոցի երեխաները շատ անգամ բուլինգի, այսինքն ծաղրի են ենթարկում իր երեխային, ով ունի առողջության հետ կապված խնդիրներ։ Դե մեր մեջ ասած դա դպրոցներում ամենատարածված բանն է Հայաստանում, որովհետև դրա դեմ ոչ մեկ չի պայքարում, ոչ ուսուցիչները, ոչ ծնողները, ոչ ոստիկանությունը, ոչ պետությունը եւ ոչ մեկ։ Առանձին եթե դիտեք տեսանյութը, որը հրապարակել էր Լիանա Զուրաբյանը, չնայած հիմա ջնջել է, կտենաք թե ինչպես է այս անչափահասը շատ տհաճ ձևի բրթում ու ոտերի տակից սենց հանում փոքր երեխու իրանից մարմնով շատ փոքր երեխու, որը Լիանա Զուրաբյանի երեխան էր։ Ոնց է ոտերի տակից հանում ու շատ սենց հեգնական ու չար հայացքով նայում։ Ենթադրում եմ, որ կռիվը սկսել է հենց այդ վերաբերմունքից հետո, որովհետև Լիանա Զուրաբյանը մի քիչ երևի չի մարսել, որ իր երեխուն տենց են վերաբերվում։ Բոլովակը շարունակվում է նրանով, որ այդ անչափահաս երեխեն ծխախոտը ձեռքը կոլայի շշով ցույց է տալի, որ դավա եղից տեղից արա, մոտավոր անում է սենց արտահայտություն, ինչը սարսափելի է, աբսուրդ է։ Ու այս քաշքշուկի ժամանակ անչափահաս երեխան երկու անգամ ըստ Տիկին Զուրաբյանի հարվածել է իրան, իսկ Տիկին Զուրաբյանը ոտքով հարվածել է անչափահասի ոտքերին։ Հիմա գործը ոստիկանությունում է ու քննվում է։ Կներեք, ես պետք է ասեմ իմ անկեղծ կարծիքը։ Անչափահասի պահվածքը սարսափելի է, ծխախոտը ձեռքում, խոսալով ուրիշ կնոջ հետ արայով, մի խոսքով սարսափելի պահվածք է, ես չգիտեմ անչափահասի ծնողները ոնց են արդարացնելու իրենց որդու արածը, բայց ունի նաև իր մեղքի չափաբաժինը Լիանա Զուրաբյանը։ Ըստ իս այս պատմության մեջ անմեղ կամ մեղավոր չկա։ Երկուսն էլ մեղավոր են, որովհետև շատ խիստ խախտել են հասարակական նորմերը, ինչի համար որ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Իսկ դուք գրեք ձեր կարծիքը կոմենտներում։ Ու հրավիրենք այդեղ հանդոներին Ցենգոցերով ու աշխատանքով Անդո մեր հարիվան գանդոն Ay bozduk tagara. Orem samar onem bakat Okeyasham iştetar kavga yer kupat Orem samar onem bakat Ando Parçez araç, parçez rahatla. Kapayı bardıçın Ben ne söyleyeyim? Söyle ay. TikTokist. Erigis, merigis, inches, չidեմ տունդեղ ինչես, ում համար ես տունդեղ հայտնի մի ադմ, սպեսած, դեմք։ Դա դորդեղ միակ տրանսպորտը, որ նոր կապված է սրբության ու սեքի հետ, դու հետ էլ ուրիշ կայֆավա տենելու բան չունես, այ ապուշ, կանցնես կեն, մարդուն էլ կհարցնես ինչ արժե, մեր էլ տեղափոխելը։ Շատ կուզես իմանաս ինչ արժե մեր էլ տեղափոխելը։ Ես որ հանգարց հասել եմ դեղ Երևան ինչ է, ես քեզիկ տեղափոխեմ, առանց որևէ նասիլքիկ տեղափոխեմ ես այդ ավտոյի մեջ քեզի։ Իմացար, այդ փողն էլ ես կուտամ։ Իսկ թե այդ կատաֆալքին ուր կտանի քեզի դիք արդեն ես կորոշեմ։ Լսե այ չմո։ Մնա չափերիդ մեջ, գիտեցի ում այդ ինչ կայֆավատ կեղնիս։ ու մադել լի ետ կնալը կանցալովը ծո ես իշխել շուտ կմորանաս այ տղա քո անցալդ այ չիչո լսես կծո TikTok-եր ես MikTok-եր ես ինչ ես չափերիդ management քեզքսեմ չհասնիմ Երևան ես կամ իսկականից քեզ դուր կինը կսեմ մացար դեմքս լավ հիշե գիտեմ որտեղ կանես այնտեղ չիչոյություն կենես Ղանջղի ցենովը ծղր դալով փող կբաժնես սուրնուր չհասնի մդեղ որ հասա իսկականից քո տեղդ կերնի կատաֆալքի մեջ է իմացար Ես հոպային հարցնելու եմ մի հատ մեռել տանելի ինչ արժի տենան գինը ինչքան է ես պա այ հոպար ջան այդ կանգնի հարցնենք հոպար հոպար
համար մի հատ մեռել տանել ինչ արժի դիակը 15000 լուրջ այդքան էժան Всё, ապարես ես իմացա մի 100,000 կլինի Իսկ դրա որ ձեզ դիմենք դրախտ են գնում թե դժոխք Խոսալու վրա է լավ աստված օրնի քեզ ապարես Այսպես պոզիտիվ ապարա Ժողովրդան 15000 դրամ է մի հատ մեռել տանելը Մի հատ մեռելը 15000 դրամ է ինչ վատ է որ Շուտով պատկերացնում եք օրինակի համար Yandex-ը կամ ինչ-որ տենց ընկերություն հատուկ ծառայություն հանի դագաղների համար էլի մարտդիակների համար Օրինակ Yandex-ին լավ միտք եմ տալիս Yandex-ի ընկերություն ուղղակի այս միտքը որ անեք հիշեք թութու լավանա ձեզ տվե դուք էլ կարաք այսենց հատուկ Yandex-ը քո սրա բացեք ու սա կազմակերպեք բայց հիշում եմ խնդրում եմ հիշեք որ այս միտքը ես եմ ձեզ տվե Չասեք էլի դուք մտածեցիք ես եմ տվե ուժեղ միտք է Արա մի քրտեք սյուզին ախպեր նորմալ աղջիկա բռատ մի արա Կոմոտա քրվում քեզ բլոկում եմ Սյուզին ոչ մեկ չի կարող քրվի խլեշ մի արեք ապեք գոնե Չի կարելի ախպեր Բլոկեք մոդերներ ջան А ты где живешь, Леночка? Я в Сальске, а ты где? Где? В Сальске! Твой кумирок у нас в Сальске, ничего. Слышишь, я вообще-то понимаю, тебе не стыдно так говорить? А ты не понимаешь? Понимаю. А что я тебе сказал? Чугаш ты кара пиратина на море сареви Սաղը տարատանը ստեղն եք հարցնում կարող է պիցայի առակի չեք բլյատ Վայաման աման վայաման հավանելա քեզ իմ մաման ուր նստում ասում է չկա աշխարհում իմ փեսուն աման մամջան եկելա ինձ տանիմ մատիս դրելա մատանի Ուրեմն թութու լավ է ուշադիր լսի դու սուտ ես խոսում Հիմա ես էլ եմ տղա դու էլ ես տղա Ես էլ իմ ասածից համար պիտի պատասխան տամ քեզ դու էլ քո ասածներիդ համար պիտի պատասխան տաս ինձ Ինչա նշանակում արա Լագերում գնում եք թուրքերի հետ եք քնում այտենց բեսամտ հայրենասեր տղա դարար հա Թուրքերը ադրբեջանցի գալի մտնում են Հայաստան այդքան հայրենասեր տղա ես, այդքան ձիգ տղա ես, այդ հարցը Հայաստանում բարձրացրա։ Ինչ ես կպել մեր Եվրոպայի հայերին, ովքեր եկել են լագերներում են ապրում, ասենք բուժվում են, բեսամ լուրջ խնդիրներ ունեն այդ մարդիկ։ Նայ քո բերանից դուրս ա եկել, որ լագերներում ապրող մարդուն տանենք օրինականացնենք, լավ մարդ սարքենք, adekvat մարդ սարքենք։ Այդ ինչ ես խոսում, Յանիմ։ Այսինքն ովքեր եկել են Եվրոպա, լագերներում են ապրում, ապրելու իրավունք դեռ չունեն, իրանք adekvat մարդիկ չեն, ասածները գոնե հասկանում ես ինչ ես խոսում։ Դու լավ է, դու շեշտում ես, որ կարում ես լագերներից մարդուն դու օրինակ շեշտում ես, որ տանես թուղթատեր սարքես, չգիտեմ, աշխատանքի իրավունք տաս։ Եթե դու մի բանը չգիտես, Պրոստը, որ ռեկլամ ես անում, ռեկլամիդ համար մի խոսա քեզ։ Դու չես կարա, մարդու վիզա չունի, լագերում մի տարի է ապրում է, ինքը այդ լագերից դուրս եկավ, ինքը անօրինական է գտնվում փողոցում։ Դու ոնց ես Եվրոպայում գտնվում այդ մարդու, որ պասպորտը խոսքի աշխատանքային չի, տուրիստական վիզայով եկել է, մի տարի է տեղա ու ինքը վիզա չունի, ոնց ես այդ մարդուն։ Դե հիմա ես քեզի կասեմ մի հոգի որ այդ մարդը բեսանտ վատ իրադրության մեջ է, դու ես ասում, որ կօգնենք այդ մարդկան։ Ես քեզ կասեմ մի հոգի այդ մարդու հետ դու կապի կլնես, այդ մարդը խոսքի 2 տարի է արդեն լագերում է, մեր հայնն է, մեր այ աղբերն է ու լիքը այդպես մարդիկ կան։ Ինձ ճանաչում են թե Ֆրանսիայի հայերը, թե Գերմանիայի հայերը, թե բոլոր Եվրոպայի հայերը։ Ասել ես, ասացիդ տերեղի, հիմա ես էլ եմ տղա, ասացից տեր եմ, դու էլ ես տղա, դու ինձի կապացուց ես այդ մարդուն կտանես, օրինական թուղթը կտաս ինքը կաշխատի, կասեմ կներես, եղբայր ջան,
Եթե չէ, ուրեմն ասածներիդ համար պետք է ներողություն խնդրես։ Հերմես Արմենիայի անունն ես տալի, ասում ես հայերն էլ եկել են լագեր, թուրքերի ադրբեջանցիքի հետ են մտնում։ Հերմես, պրյամո Հերմեսը, դու գիտես ինչքան մեծ ֆիրմա է։ Դու գիտես Հերմեսում հենց ինչքան թուրք ու ադրբեջանցի են աշխատում օրինական։ Ուզում ես ուբիդի տանեմ քեզի, կապացուցեմ։ Երբ ուզես, որ վարքյանին ուզես։ Դե մի սպասում եմ քեզ, ես քեզ շատ հարգում էի, քեզ դաշե քո համար վիդեո էլ եմ գցել, որ ես մարդուն մի քննադատեք, բայց ես ոնց որ սխալվում եմ, որ ես քեզ հարգել եմ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Շնորհակալություն։ Ես միամիտ մատս կպավ։ Դե ոնց կպավ, տենց էլ հանեք։ Ինչ է։ Okay։ Ինչ հանեմ ցույց տամ տենաս։ Ինչ կարաս ստաս որ տենաս, որից հետաքրքիր։ Ինչ մտքովդ անցնում, որ ես կարամ ցույց տամ դու տենաս մայլվես։ Կարաս ակնոցներդ հանես, աչքեր գույնը տենանք։ Չէ, կոմար մենակ մի բան ունեմ, պահած որ կարամ հանեմ։ Ինչ ես այդ սոսկետ բերանդ տենց կանգնել։ Ով է այս պլյոնկեն այսպես ճղել, թափել տան մեջ։ Ով է կրծել։ Հələ հանի այդ սոսկեն բերանդ։ Քեզ չեմ ասել սոսկա չուտես։ Մի նայի որտեղ եմ դնում։ Ինչ ես պլյոնկեն տան մեջ այսպես թափել, այսպես հզզել, թողել, հն ջունիկ։ Բա կարելի է։ Ես քեզ չեմ ասել չանես տենց բաներ։ Եկա մեծ աղջիկ ես, դու չես ամաչում, որ ամբողջ տունը կեղտոտում ես։ Ջունիկ, հետդ խոսում եմ ես քո։ Դե այտենց պատիժ կկայնես, անկյուն կկայնես, միջև սովորես ոնց են պլյոնկից օգտվում, լսիր։ Մի խնդրվի որ իջնես, չես իջնելու, այտենց կանգնելու ես։ Տատին հարցնում է խի եմ, երեսը սենց նախշել, երեխեք նախշացա, խի, որովհետև չարաճճի, երեխա եմ եղե։ Ժամանակավոր բանավոր։ Այո։ Փնտրում ենք այն մարդիկ, ովքեր տատի ջան, ձեր տարածքում է, եթե կլինեն մրգից հասկացող, ովքեր ուզում են գան մեր բիզնեսի մեջ, մրգի բաժինը վարձակալեն, վարձով ենք տալիս։ Այս վիդեոից կարող ձեր հարևաններին ասենք, Ինեսա սուպերմարկետների բոլոր մրգի բաժինները վարձով ենք տալի։ Աշխատասեր թորնիկներ ունես կամ բարեկամներ, հարմար գնով։ Բարի առաջել էր ամբողջ կյանքը կանաչի հետ եմ, մրգի հետ եմ։ Հա, ոնց էլի ժառանգական այդ աշխատասիրությունը կգնա։ Թորնիկներին ասեք, թողան հարմար գնով տալիս ենք։ Ժողովուրդ ջան, ուզում եք մրգի բաժինը վարձակալությամբ վերցնեք, համեցեք Ինեսա սուպերմարկետների ցանկացած բաժին։ Կուզես մի հատ վեկալ, կուզես ամբողջ սուպերմարկետներին վեկալ, որ բաժինինը, որ տարածքինը ուզում ես, համեցեք մրգի բանջարեղենի բաժինը վարձակալությամբ առանձին տալիս ենք։ Ուզում ես մեծ գումար աշխատես, համեցի մեր մոտ, հարմար գինել տալիս ենք, առիթից չենք օգտվի, ինչա թութու լավանա, վիդեոն անում թանգա բազարա, այսօր բարի եմ։ Հայ ժողովուրդ, ինչ եմ ճարել, մեր 5 կոֆեներն են 98 թվականից հետո է արտադրվել, այսինքն դե մեր հայկականն է, Արմենիա շատ լավն է, այս է լամբադան է, ով է շո, դաժե պրիզով է, $5000 վրենք հերացը պրիզ։ Այսօր է իմ թանգարանը դրել որպես նմուշներ։ Զոք չեք ուզում, զոք միշկան են, զորավոր են ես արկավոր, անդրանիկներ աշխարը վերեն, հարկության դուր հայոց մայրեր, ով հայոց մայրեր։ Ոս գիտեմ ես լսում են լոս, ճանդըտ կծեն կոս, երևան լիքը պոս, պրապագանդա մենակ բարություն, նայում ես մեր շնորհակալություն, սաղ քաղաք շինարարություն, աղբերը ոնց որ կայֆ, կպան գրվանք տոստո։ Կյանքն այլ ձմերն այլի շատ լավն է, ձմերների նայելի շատ ձմերն է, չորի մեջ նայ ձմերն է, բայց ձմերի ես շատ ուրախ եմ, էլի շատ ես ուրախ եմ ես, շատ, այ ձմեր, նայ շորի մեջի պտի, լրիվի նայ, վայ ձմեր, աջո։ Գեղամի գլխին դնեմ, տոնածառաճի գեղամի գլխին, գեղամի տանտեղը ասեք, գեղամին էլ ասեք ալնան որ գթավ է, ասա որ գթավ է կեզ, ասա մինչև գտնել է կաղոթի քարը կնի գլխիտ կմերնես, ոչխար։ Բարի օր իմ շատ սիրելի հայրենակիցներ, ողջույն,
Շնորհակալություն նրանց, ովքեր անհանգստացած են իմ իրավիճակով, եւ նաեւ շնորհակալություն որոշներին, որ իրանց դեմքը բացեցին այս իրավիճակում։ Ուղղակի ուզում եմ ասեմ, ոնց կարան մարդիկ ապրեն Հայաստանի Հանրապետությունում, քրիստոնեական պետությունում ու մտածեն Թուրքի ու Ադրբեջանցու մտածելակերպով։ Ցավում եմ այդ ուրախացողներին, բայց Հարութը հանձնվող տիպ չի, Հարութը պայքարող է, պայքարելու է մինչև վերջ։ Տվյալ 3 անձանց մոտավոր տվյալները արդեն պարզ է, շուտով կտեսնեք փաստերով եւ ապացույցներով ու վստահ եմ ինչից իրանց հետևում կայնացա մեկը։ Դրա հետևանքները լինելու են շատ ավելի դաժան, քան ինքն է մտածել։ Չգիտեմ ում հետ ոնց է կանում, ինչ է կանում, լավ է կանում։ Նորից եմ ասում, ես հանձնվող տիպ չեմ, պայքարելու եմ մինչև վերջ։ Իսկ ավանառինջում որոշների դեմ նաև հարուցվելու է քրեական գործ, որովհետև իրանք ոնց հասկացա լավ կապ ունեն որոշներիդ հետ։ Ես դա կերաշխավորեմ ամբողջ պետական համակարգով, որ ավանառինջում թափտալա լինելու ու որոշները, որոշ անչափահասներ, որոնց իրանց թույլ են տվել կապ ունենալ այս 3 հոգու հետ, որոնք շուտով կխոստովանեն ում հետ կապ ունեն ձեզանից։ Շատ շուտով դուք էլ նաև կլինեք ճաղավանդակների ետևում, դա ես վստահեցնում եմ։ Իմ գործը գնալու է մինչև վերջ ու բոլորն են պատասխան տալու այս 3 հոգու հետ միասին։ Ու իրենք որոշ տեղեկություններով հայտնել են, որ ավանառինջում ունեն ընկերներ, որոնք ռիսկ չեն արել Հարութի դեմ դուրս գան, իրանց միջոցով են ռիսկ արել, քանի որ իրենք ավանառինջում չեն բնակվում։ Բայց ավանառինջից ովքեր են եղել, շատ շուտով ես ասում եմ, կյանքից գնովել ձեր ձերբակալության հորդերը պատրաստելու եմ ու բոլորն են պատասխան տալու իմ ու ինպես շատ մարդկանց այս գործով։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Նիկային, ով մեծ ներդրում ունեցավ ոստիկանության գործելավոճում արագ արձագանքման հետ կապված։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ շնորհակալություն հայտնել հանձինս Ավան համայնքի մեր ոստիկանության բոլոր աշխատակիցներին։ Իսկ արդյունքները կապփոփվի, վերջնական պատասխանը միանշանակ լինելու է հանրության առաջ։